Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալի վերջին զարգացումներն ուղղակի ցնցել են բոլորիս, և այսօրվա մեր վերլուծությունը չենք կարող չսկսել Ավոյի կերպարի բացահայտմամբ։ Նա այնքան ստոր ու դավաճան դուրս եկավ, որ դժվար է անգամ համապատասխան բառեր գտնել ու գնահատել նրա արարքը։ Հեռուստադիտողի բացարձակ մեծամասնությունը զարմանքից ապշած է նրա այս քայլից։ Մեր տեսանյութերի ներքևում հետևորդներն անդադար մեկնաբանություններ են գրում առ այն, որ Ավոյի արարքը պարզապես աններելի է։ Ինչպես կարող էր նա Օլգային նայելով ասել, թե իբր ժամանակին հորը տվել է Ռաֆոյի որդու Մոսկվայի հիվանդանոցի հասցեն և խնդրել գնալ ու բերել երեխային, իսկ հայրը իբրև թե հրաժարվել է, պատճառաբանելով, որ մի կերպ է այս երեքին պահում և չի կարող ևս մեկին ավելացնել։ Օլգան զարմանքից ուղղակի ապշում է այս խոսքերից, քանի որ Դավիթ պապիկից լրիվ այլ բան էր լսել և լավ գիտեր ծերունու իրական տառապանքների մասին։ Այս սարսափելի և մանիպուլատիվ ստից հետո Օլգան վերջնականապես մտափոխվում է և որոշում չասել ճշմարտությունը Վովային։ Նրա տրամաբանությունը միանգամայն հասկանալի է։ Նա կարծում է, որ Վովայի համար առանց այն էլ ծանր սթրես է եղել իմանալը, որ ինքը լքված է հարազատ ծնողների կողմից։ Իսկ հիմա, եթե հանկարծ իմանա, որ նաև հարազատ պապիկն է ժամանակին հրաժարվել իրենից, տղան ուղղակի ահավոր վիճակում կհայտնվի և վերջնականապես կկոտրվի։ Ի դեպ, մեր հետևորդների աչքից չի վրիպել նաև մեկ այլ կարևոր հարց։ Մեկնաբանություններում շատ ակտիվ քննարկվում են Դավիթի ու Նարեի հարաբերությունները։ Բանն այն է, որ Դավիթը համաձայնել է Նարեի անունով վարկ վերցնել և բիզնես բացել։ Մեր հետևորդները գրեթե միաձայն գրում են, որ դա չափազանց սխալ քայլ է Դավիթի կողմից, քանի որ նրանք դեռևս նույնիսկ ամուսնացած չեն և չունեն ընդհանուր բյուջե։ Շատերը կանխատեսում և զգուշացնում են, որ վարկի այս վտանգավոր թեման հետագայում կարող է շատ վատ անդրադառնալ նրանց հարաբերությունների վրա և դառնալ լուրջ կոնֆլիկտների պատճառ։ Եվ եզրափակենք այս լարված օրը Գրիշոյի ու Մանանի հարաբերություններով, որոնք գնալով վերածվում են իսկական քաոսի։ Գրիշոն, չկարողանալով զսպել իր զայրույթը, զանգում է Մանանին ու շատ կոպիտ տոնով սկսում հաշիվ պահանջել, թե նա ոնց է համարձակվել իր ճամպրուկներն ուղարկել մոր ռեստորան։ Բայց հենց այս լարված խոսակցության պահին տեղի է ունենում անկանխատեսելին։ Կողքից բարձր ձայնով կանչում է Մաշը, Գրիշոյի սիրուհին, պահանջելով պատասխանել, թե ինչու նա չի գալիս իր մոտ։ Մանանը լսելով ուրիշ կնոջ ձայնը ամուսնու կողքին, ահա որ հուզվում է, միաժամանակ զայրանում և անմիջապես անջատում է հեռախոսը։ Գրիշոն, հասկանալով, որ վերջնականապես կործանեց իրավիճակը, սկսում է զայրանալ ու գոռալ Մաշի վրա նման անտեղի արարքի համար։ Բայց Մաշն էլ իր հերթին անակնկալ հակահարված է տալիս, հայտարարելով, որ ինքը ինչ ուզի, այն էլ անելու է և ոչ ոք իրեն չի թելադրելու։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, արդյոք Վովան երբևէ կիմանա, որ Ավոն զրպարտել է Դավիթ պապիկին։ Արդարացված են արդյոք հետևորդների վախերը Դավիթի և Նարեի վարկի հետ կապված։ Եվ ինչ կանի Գրիշոն հիմա, երբ իր իսկ սխալների պատճառով հայտնվել է կատարյալ փակուղում։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։